Որ շատ-շատերին որ տեսնում եմ, մարդիկ ասում են, պահք ենք պահում, բայց իրենց երբեք եկեղեցիներում չես տեսնում, աղոթելուց չես տեսնում, սուրբ գիրք ընթերցելուց չես տեսնում։ Սա անհավատ մարդն էլ կարող է անել։ Դա ինքը վերածվում է պարզապես դիետայի, կերակրի միջոցով, դրան շատ կարևոր է խառնել նաև աղոթքը, սուրբ պատարագի մասնակցությունը եւ Աստվածաշնչի ընթերցանությունը, որպեսզի քո պահքը կատարյալ լինի։ Ինչու, որովհետև հիմնական նպատակը մեղքից հեռանալն է, ոչ թե կերակուրը պահելով։ Կերակուր պահել չպահելով դու մեղքից չես հեռանում։ Դու ինքդ պիտի հոգևոր ինքնաքննություն ունենաս եւ այդ ինքնաքննությամբ պիտի ճանաչես քո այն թաքնված ծածկված մեղքը, որ ինչեւ այդ չէր տեսնում։ Ոնց է մարդը որ հիվանդանում է, ինքը անդրադառնում է, չէ՞, որտեղից սկսվեց, որտեղ մրսեց, պետք է այդ գլխարկը դներ չեր դրել, դրա պատճառով է հիվանդացել։ Պահքի միջոցով որ քո ցանկությունները, քո կրքերը տկարանում են ուտելիքի, դու արդեն սկսում ես հասկանալ քո խնդիրները, թե ինչ ունես։ Եվ այս ինքնաճանաչության շրջանի համար է դրված, որպեսզի մենք մաքրված, սրբված մոտենանք Քրիստոսին։ Այլ որ Աստված մարդուն դրախտից հանեց, մարդուն պատժելու կամ մարդուն իրենց հեռացնելու նպատակը չէր, ցույց տալու համար, որ մինչև չգնահատես քո ունեցածը, դու ինչ ուներ, ինչ կորցրեցիր, դու չես կարող այստեղ մտնել։ Եվ դրախտի ճանապարհին սուրը ձեռքին հրեշտակը կանգնեցրեց, որ թույլ չտա, թե մարդը չի ապաշխարել, չմտնի երկնքի արքայություն։ Երբ որ եկեղեցում էլ խորանների վարակույրները փակվում են, այդ դրախտի փակ դուռն է խորհրդանշում, եւ դու մինչև չպատրաստվես այդ 40-րդ օրը, մինչև չլրացնես մաքրությամբ, ապաշխարությամբ, չես կարող մտնել այնտեղ։ Եվ մենք դռնբացեկի ժամանակ, որ ծաղկազարդի երեկոյան անում ենք, հարց ու պատասխան կա, արդյոք արժանի ենք մտնել դուք երկնքի արքայություն, ներսից քահանան իբրև Աստծո ձայն հարցնում է, ներքևից մենք պատասխանում ենք, ինչքան որ մեր մարդկային տկարությունը թույլ է տվել, մենք պատրաստվել ենք եւ Տեր քո ողորմության դուռը բացիր մեղավորներիս համար, որպեսզի մենք մտնենք քո ներկայության մեջ։